Ես կարծում եմ, որ եթե վրիպակ ա եղել, ապա այդ տեխնիկական վրիպակ եղել է 2021 թվականին, որ քաղաքացիական պայմանագիր խմբավորում այդ վրիպակի հետևանքով հայտնվել է ազգային ժողովում։ Եվ այդ վրիպակը հիմա պետք է շտկվի հունիսի 7-ի նոր ընտրություններով, որ այդ խմբավորումը առհասարակ հեռացվի մեր իշխանության ղեկից, դա անկախ լինի դա պարլամենտում թե գործադիր իշխանություն։ Վրիպակը դա է։ Բա որ ասա վրիպակ է էլի Արուսյակ Ջուլակյան։ Այդ ձեր պարգևավճարները այդ վրիպակը թույլ տալու համար եք ստացել։ Բա ամեն մի падգամավոր ինչ կապ կար այդ։ Չէ, ընդհանրապես պարգևավճար պաշտոնյաները ինչի համար են ստանում։ Նորմալ աշխատեն, նորմալ չէ, գերազանց։ Այսինքն իրանց նորմալ աշխատանքի համար իրանք ստանում են բարձրացություն, որը որ ցածր չի ազգային ժողովի падգամավորների պարագայում։ Պարգևավճար ստանում են ընդհանրապես, դա տնտեսագիտական հասկացություն է, էլի։ Պաշտոնական պարտականությունները գերազանց կատարելու աննախադեպ հաջողություններ արձանագրելու նման դեպքերում։ Հիմա իրանք մենակ դեկտեմբեր ամսվա համար ստացել են ամեն մեկը 3 միլիոն դրամի չափ պարգևավճար, բարձրապես պիտի տուգանվեին դրանք, բայց վրիպակ ցույց տվող, եթե հիմա բոլոր մարդիկ էլ ամեն մեկը մի կազմակերպությունում աշխատում է։ Եթե աշխատանքի ընթացքում սխալներ է թույլ տալի, ինչի արժանում։ Նկատողության, տուժի, տուգանքի, աշխատավարձից փող են պահում, չէ՞։ Պարգևավճար են տալի վատ աշխատողին։ Հիմա իրանք եկել կանգնել են ազգային ժողովի ամբիոնից խոստովանում են, որ իրանք գործը օրենք ընդունելն է։ Օրենք ընդունելու հարցում վրիպակներ են թույլ տալի։ Ու հետներ պարգևավճարներ են ստանում։ Ասում եմ, էլ այդ վրիպակը մի անգամ եղեք 21 թվին, հիմա պիտի հեռացնել։